Անուն հոր եւ որդվո եւ օգնի սրբո ամեն։ Ես եմ լավ հովիվը։ Լավ հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար, իսկ վարձկանը, որ հովիվ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին եւ փախչում է, եւ գայլը հափշտակում է նրանց ու ցրում է։ Քանի որ վարձկան է, ոչխարների համար հոգ չի անում։ Ես եմ լավ հովիվը, եւ ճանաչում եմ իմ ոչխարներին, եւ ճանաչվում նրանցից, եւ ինչպես հայրն ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ հորը, եւ իմ կյանքը կտամ իմ ոչխարների համար։ Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախիտ չեն, նրանց եւս պետք է այստեղ բերեմ, եւ իմ ձայնը պիտի լսեն, եւ պիտի լինեն մի հոտ եւ մի հովիվ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերն է Հովհաննու ավետարանից, որտեղ Տերն ասում է, որ ես եմ լավ հովիվը։ Եվ ինչով է բնութագրվում լավ հովիվը, որ անձնազոհ է, որ սիրում է իր ոչխարներին եւ իր անձը զոհաբերում է իր ոչխարների համար։ Իր կյանքն է տալիս իր ոչխարների համար։ Վտանգի դեպքում չի թողնում ոչխարներին եւ փախչում, այլ պատրաստ է կյանքը տալ ոչխարների համար։ Այս խոսքերը մեր Տերը ավետարանում ասած օրինակ լինելու համար, օրինակ ծառայելու համար, հորդորելու համար բոլոր այն հովիվներին, որ իր օրինակով պիտի գային։ Եվ այսօր այդ լավ հովիվներից մեկի հիշատակն է, որ մեր եկեղեցին կատարում է։ Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ հայրապետի տոնն է, որ այսօր կատարում ենք։ Ընդհանրապես ամբողջ համայն քրիստոնեական եկեղեցում մեծագույն եւ սիրված սրբերից մեկն է Նիկողայոս Սքանչելագործը եւ իր մասին գրեթե բոլորը գիտեն, նույնիսկ եկեղեցի չեկեղեցականացած մարդկանցից շատերն էլ գիտեն Նիկողայոս Սքանչելագործի մասին։ Նիկողայոս Սքանչելագործը ապրել է 3-4 դարերում։ Եղել է Փոքրասիական Մյուռա քաղաքի եպիսկոպոսը։ Պատանի հասակից քրիստոնեական ընթացքի մեջ է եղել, մեծահարուստ բարեպաշտ ծնողների զավակ է եղել, իր քեռին եղել է Նիկողայոս Երեց եպիսկոպոսը, ծնողներից զրկվել է վաղ տարիքում եւ դաստիարակվել է քեռու խնամքի տակ։ Եվ երիտասարդ հասակում ավետարանի խոսքին հետևելով իր ամբողջ ունեցվածքը, որ շատ մեծ էր եւ ժառանգություն էր ստացել ծնողներից, վաճառեց, բաժանեց աղքատներին եւ հետևեց Քրիստոսին։ Ձեռնադրվեց կուսակրոն հոգեվորական, ուխտի գնաց Երուսաղեմ, սրբավայրերում աղոթեց, ճամփորդությունների ժամանակ իր աղոթքներով բազմաթիվ հրաշքներ գործեց, նավաբեկությունից ազատեց նավաստիներին եւ նավը, որում գտնվում էր։ Հետագայում, երբ Մյուռա քաղաքի եպիսկոպոսը ննջեց, ինքը եղավ, իրեն ընտրեցին որպես այդ քաղաքի առաջնորդ եպիսկոպոս եւ իր կյանքի մասին բազմաթիվ հրաշալի դրվագներ կան։ Իզուր չէ, որ իրեն կոչել են Սքանչելագործ, այսինքն բազմաթիվ հրաշքներ եւ սքանչելիքներ է գործել։ Բայց ինչն էր իրեն բնութագրողը, սերը մարդկանց նկատմամբ, ողորմածությունը, հոգացությունը, սիրում էր մարդկանց եւ ամեն գնով փորձում էր այդ մարդկանց օգնել։ Ապրեց մինչև Նիկեո ժողովի ժամանակները 325 թվականին մասնակցեց Նիկեայի տիեզերական ժողովին եւ մեծանուն հայրապետներից մեկն էր, որ այդ ժողովին մասնակցում էր եւ այդ ժողովի հետ էլ կապված իր անվան հետ կապված սքանչելիքներ կան, զարմանալի գործեր կան եւ վարքի երկու տարբերակներում կա մի տարբերակում ասում է, որ ննջեց անմիջապես ժողովից հաջորդ տարին 326 թվականին, մյուս տարբերակն ասում է, որ ապրեց մինչև 341 թվականը եւ խոր ծերության մեջ ծերունազարդ հասակում հոգին ավանդեց։ Առաջինը ինչով աչքի էր ընկնում Նիկողայոս Սքանչելագործը, ագահության, նյութի, դրամի, հարստության մարմաճը չուներ։
որովհետև ինքը շատ ուներ, բայց այդ բոլորից կամովին հրաժարվեց, բաժանեց մարդկանց, բաժանեց աղքատներին։ Այս շատ կարևոր մի բան է, որը մենք պիտի իմտի ունենանք։ Եթե ուզում ես երկնքի արքայությունը շահել, պիտի ազատվես այս երկրի ճակերտավոր գանձերից, որպեսզի ճշմարիտ գանձին տիրանաս։ Չես կարող համ այս երկրի մեջ գանձ ունենալ, համ էլ երկնքի արքայությունը շահել։ Եվ պիտի իմանաս, որ ժամանակավորը, անցավորը, անարժեքը պիտի տաս, որպեսզի ճշմարիտ գանձին տիրանաս, որպեսզի արժեքավորը շահես, որպեսզի ունենաս այն, ինչ Աստված պատրաստել է քեզ համար։ Կարճած մնալով այս երկրի սին, փուչ նյութին չես կարող երկինքը ժառանգել։ Եվ Նիկողայոսի կյանքում առաջերտին սա էր։ Երկրորդը, արդեն ասացի, իր մարդասիրությունը, պիտի սիրես մարդուն։ Որտև պատվիրանն էլ ասում է, սիրիր քո Տեր Աստծուն եւ սիրիր քո եղբորը։ Եվ Հակոբոս առաքյալն ասում է, կեղծավոր, ո՞նց ես ասում, սիրում եմ Աստծուն, երբ որ քո եղբորը չես սիրում։ Աստծո նկատմամբ սերը պիտի երևա եղբորը սիրելու միջոցով, այսինքն ով որ սիրում է Աստծուն, պարտավոր է նախ եւ առաջ եղբորը սիրել։ Իսկ Նիկողայոս քանչելագործը մեծ մարդասեր էր, սիրում էր մարդկանց եւ պատրաստ էր ամեն գնով օգնելու մարդկանց, քաչ հովվի օրինակով, շատ հաճախ նույնիսկ իր վարքի մեջ կա իր կյանքը վտանգելով, գնում էր կայսրի առաջ, կանգնում էր եւ իր հոտի համար, իր համայնքի համար, իր քաղաքի համար կայսրից այնպիսի արտոնություններ էր ստանում, որ նույնիսկ չի կարելի ենթադրել, թե այտենց բան ոնց կարա մարդը խնդրի, բայց ինքը խնդրում էր ու ստանում էր։ Ինչի, որտեվ Աստված էր իրեն առաջնորդում, Սուրբ Հոգով էր առաջնորդվում եւ հաճախ ասում է, հետո կայսրը զարմանում էր, թե ինքը ոնց է գնացել նման զիջումների, ինքը ոնց է նման խոստումներ տվել եւ փորձում էր հետ պահել, բայց արդեն ուշ էր, որտեվ սքանչելագործը իր նպատակին արդեն հասել էր։ Ուրեմն մարդասիրությունը, անձնազոհության աստիճան, քաչ հովվի օրինակով իր անձը պատրաստ էր դնել իր ոչխարների համար։ Եվ հաջորդը ուներ Նիկողայոս քանչելագործը իր քաջությունը, անվախ էր եւ քաջ էր Քրիստոսին խոստովանելու եւ եկեղեցու ուղիղ հավատքը պահելու համար։ Չէր ընկրկում։ Նույնիսկ այն աստիճան իր համարձակությունը չափը անցնում էր, նույնիսկ կայսեր ներկայությամբ բաներ էր անում, արարքներ էր թույլ տալիս, որ անհանդուրժելի էր, եկեղեցու համար էր անում, ուղիղ հավատքի դավանության համար էր անում։ Իր վարքի մեջ ասում է, որ Նիկիայի ժողովի ժամանակ, նիստերից մեկի ժամանակ, որին ներկա էր կայսրը, Նիկողայոսը, Սուրբ Նիկողայոսը վեր կացավ եւ ապտակեց Արիոսին։ Եվ սա չտեսնված հանդգնություն էր կայսր ներկայությամբ եւ կայսրը անմիջապես որոշեց, որ պատժի Նիկողայոսին եւ հանեց եպիսկոպոսական հանձերցը եւ բանտ դնել տվեց, որպեսզի միսօրը անարգաբար իր մորուքը այրեն, իսկ սա ամենամեծ անարգանքն էր։ Բայց Աստված գիշերը հրեշտակի միջոցով այցելություն արեց թե կայսրին, թե ժողովի մեծամեծ հայրերին, որ հանկարծ Նիկողայոսին չվնասեն եւ ստիպված եղան նորից ետ վերադարձնելու, այսինքն ինքը այն քաջությունն ուներ, որ չէր մտածում ինձ ինչ կանեն, կայսրը կանի, չի անի, կպատժի, չի պատժի, չէ, ինքը նախանձավոր էր ուղիղ հավատքի համար։ Եվ այսօր այս բոլոր հատկանիշները պակասում է մեզ։ Անընչաքաղցությունը, ագահության բացակայությունը, ագահության նկատմամբ ուրեմն մոլուցքի բացակայությունը, մարդասիրությունը, անձնազոհության աստիճան մարդասիրությունը եւ քաջությունը, հանուն եկեղեցու, հանուն հավատքի կանգնելու եւ պայքարելու։ Մենք սրբերի հիշատակը հիշելուց շատ հաճախ եւ գրեթե միշտ շատ հաճախ չէ,
Խնդրում ենք այդ սրբերի բարեխոսությունը, բայց շատ քիչ ենք այդ սրբերի կյանքը որպես օրինակ դարձնում մեզ համար։ Այդ սրբերը կբարեխոսեն մեզ համար, եթե մենք իրենց հետևող լինենք կյանքով, այլ ոչ թե մենք մեր ընթացքով ընթանանք ու ասենք սրբեր բարեխոսեցեք մեզ համար, ինչի համար բարեխոսեն, մեր ծուռ ընթացքի համար, մեր սխալ մտածելակերպի համար, մեր Աստծուն ոչ հաճելի կյանքի համար բարեխոսեն, ինչի համար բարեխոսեն։ Սրբերը բարեխոսելու են մեզ, եթե մենք ուզենանք իրենց օրինակի հետևողները լինել, իրենց օրինակով ապրողները լինել, փորձենք իրենց նմանվել։ Եվ այս քաջ Հովվի օրինակը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս տալիս է Հովվանու ավետարանի 10-րդ գլխում, ոչ միայն իրենից հետո եկող հովիվներին տվեց այդ օրինակը, այլ նաև տվեց ամեն մի քրիստոնյայի, որ ամեն մի քրիստոնյա քաջ Հովվի օրինակով պատրաստ լինի, անձը զոհելով մնա Տիրոջ հոտի մեջ, Տիրոջ համայնքի մեջ, իր անձից ավելի սիրի Աստծուն, սիրի փրկությունը, սիրի Տիրոջ եկեղեցին։ Ուրեմն մենք էլ այս բաները հաշվի առնելով փորձենք մեր կյանքը ապրել այդպես, ոչ թե այս աշխարհի համար, այլ երկնքի համար, ոչ թե այս աշխարհի իշխանների համար, այլ մեր Տեր Հիսուս Քրիստոսի համար, թագավորների թագավորի եւ տերերի Տիրոջ համար, եւ ապրենք քաջությամբ, մարդասիրությամբ, Աստծո նկատմամբ մեր սերը, որ բոլորս խոստովանում ենք, ասում ենք, բերանով ասում ենք, որ սիրում ենք Աստծուն, ցույց տանք մեր շրջապատի մարդկանց սիրելով։ Եվ այս պարագայինը, որ Նիկողայոս Սքանչելագործը եւ մյուս բոլոր սրբերը բարեխոս պիտի լինեն մեզ համար։ Ամեն։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը ամենքիս հետ լինի։ Ամեն։